Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Քո իրավունք հաղորդաշարի այսօրվա թողարկումը նվիրվում է ձեր կողմից ներկայացված հարցերին։ Հարց առաջին. որքան կարող է առավելագույնը լինել լիազորագրի ժամկետը։ Հարգելի քաղաքացիներ, լիազորագիրը առավելագույնը կարող է տրվել 3 տարի ժամկետով։ Սակայն եթե լիազորագրում որևէ ժամկետ նշված չէ, ապա համարվում է, որ լիազորագիրը տրվում է 1 տարի ժամկետով։ Շատ կարևոր է, որպեսզի լիազորագրում նշվեն լիազորագրի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը։ Եթե ամիսը, ամսաթիվը, տարեթիվը չեն նշվում, ապա լիազորագիրը համարվում է անվավեր։ Արդյոք կարող է անձը վերալիազորել մեկ այլ անձի իրականացնելու համապատասխան գործողություններ։ Հարգելի քաղաքացիներ, եթե լիազորագրում նշված են որոշակի գործողություններ, ապա դրանք պետք է իրականացնի լիազորող անձը։ Եթե լիազորող անձը այդ գործողությունները չի կարող իրականացնել, ապա լիազորագրում նշված դեպքում նա կարող է վերալիազորել այդ գործողությունների իրականացումը մեկ այլ անձի։ Սակայն եթե լիազորագրում հստակ նշված է, որ լիազորագիրը տրվում է առանց վերալիազորման իրավունքի, ապա տվյալ դեպքում լիազորագրում նշված գործողությունների վերալիազորում այլ անձի չի թույլատրվում։ Հաջորդ հարցը. ինչպես կարող է փոփոխվել պայմանագիրը։ Հարգելի քաղաքացիներ, եթե դուք կնքել եք պայմանագիր եւ ցանկանում եք պայմանագրում կատարել որոշակի փոփոխություններ, պայմանականորեն պայմանագրի գինը, պայմանագրի ժամկետը, կողմերի իրավունքների եւ պարտականությունների ծավալը, ապա դա կարող եք անել փոխադարձ համաձայնությամբ համաձայնագիր կնքելու միջոցով։ Սակայն կողմերից մեկը կարող է դատական կարգով պահանջել, որպեսզի պայմանագրում իրականացվի փոփոխություն։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ մյուս կողմը թույլ է տալիս պայմանագրի էական խախտում։ Էական է համարվում կողմի թույլ տրված այն խախտումը, որի արդյունքում մյուս կողմը զրկվում է այն բանից, ինչ նա ակնկալում էր պայմանագիրը կնքելիս։ Հաջորդ հարցը. որ դեպքում հայցային վաղեմություն չի կիրառվում։ Հարգելի քաղաքացիներ, հայցային վաղեմությունը իրավունքը խախտած անձի իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է։ Այն սկսում է հոսել այն պահից, երբ անձը գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին։ Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, սակայն օրենսգրքով կարող են սահմանվել հայցային վաղեմության առավել երկար ժամկետներ կամ առավել կարճ ժամկետներ։ Սակայն կան պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում։ Խոսքը անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջին է վերաբերում, անձնական ոչ գույքային իրավունքների խախտման վերացման պահանջներին է վերաբերում, ինչպես նաև սեփականատիրոջ պահանջը իր իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջի մասին։ Հաջորդ հարցը. ով չի կարող լինել կամ հանդես գալ սնանկության վարույթում որպես պարտապան։ Հարգելի քաղաքացիներ, սնանկության մասին օրենքով հստակ սահմանվում են այն անձինք, որոնք չեն կարող հանդես գալ սնանկության վարույթով որպես պարտապան։ Սնանկության վարույթով որպես պարտապան կարող են հանդես գալ թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության, համայնքի, կենտրոնական բանկի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին ՀՀ օրենքով սահմանված հատուցման հիմնադրամների։ Մնացած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սնանկության վարույթով կարող են հանդես գալ որպես պարտապան։ Հաջորդ հարցը. եթե պարտապանը բացակայում է երկրից, արդյոք նա կարող է հանդես գալ սնանկության վարույթում որպես պարտապան։ Այո, հարգելի քաղաքացիներ, սակայն տվյալ դեպքում կան որոշակի կարգավորումներ։ Մասնավորապես, դատարանը իր որոշմամբ հայտարարում է պարտապանի եւ պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում։ Եթե պարտապանի գույքը չեն գտնվում, ապա դատարանը սնանկության վարույթի մասին ծանուցում է պարտապանի վերջին հայտնի բնակության վայրի հասցեով։ Եթե ծանուցումից հետո 9 օրվա ընթացքում պարտապանը չի առարկում սնանկության վերաբերյալ, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երրորդյա ժամկետում դատարանը առանց դատական նիստ հրավիրելու որոշ վճիռ է կայացնում եւ անձին ճանաչում է սնանկ։ Հաջորդ հարցը. որ դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձում չի տարածվում սնանկության վարույթով։
Հարգելի քաղաքացիներ, սնանկության վարույթով պարտատերերի պահանջների բավարարման համար պարտապանի գույքի վրա եթե այն առկա է տարածում է բռնագանձում։ Սակայն, եթե գույքը այնքան փոքրարժեք է, որ միևնույն է չի կարող որևէ կերպ ուղղվել պարտատերի պահանջների բավարարմանը, ապա գույքի վրա բռնագանձում չի տարածվում։ Գույքի վրա բռնագանձում չի տարածում նաև այն դեպքում, եթե պարտապանի աշխատավարձը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ վճարումները չեն գերազանցում նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը, այսինքն չեն գերազանցում 150,000 դրամը։ Ինչպես նաև այն դեպքում, եթե պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների վրա բռնագանձում տարածելու պարագայում էլ դրանք 48 ամսվա ընթացքում չեն բավականացնի պարտատերերի պահանջները բավարարելու համար։ Հաջորդ հարցը. ինչ է փորձնակի պայմանագիրը։ Հարգելի քաղաքացիներ, աշխատանքային օրենսդրությամբ սահմանվել է, որ գործատուն կարող է կազմակերպել իր մոտ մասնագիտական պրակտիկա։ Տվյալ դեպքում նա կարող է պրակտիկա անցնող անձանց հետ առավելագույնը 2 ամիս ժամկետով առանց երկարաձգման իրավունքի կնքել փորձնակի պայմանագիր։ Փորձնակի պայմանագիրը աշխատանքային պայմանագիր չէ, այն քաղաքացիա իրավական պայմանագիր է։ Փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին գործատուի մոտ աշխատող անձանց 10%-ը եւ փորձնակները չունեն այն իրավունքները, որոնք ունեն աշխատողները։ Հետևաբար, փորձնակի պայմանագրով աշխատող անձը չի համարվում գործատուի աշխատող եւ նրա մոտ աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ չի հաշվարկվում։ Հաջորդ հարցը. պայմանականորեն ես գործատուի մոտ իրականացնում եմ աշխատանքային պայմանագրով նախատեսված ծավալից ավել աշխատանք։ Արդյոք պետք է վճարվեմ ավել։ Հարգելի քաղաքացիներ, նման կարգավորումը նախատեսված է աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածով։ 188-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ եթե աշխատողը տվյալ պահին կատարում է աշխատանքային նորմաները գերազանցող ծավալով աշխատանք, ապա նա պետք է վարձատրվի աշխատանքային ծավալին համապատասխան։ Այսօրվա համար այսքանը։ Սիրելի հայրենակիցներ, լավ մնացեք, խաղաղություն բոլորիս։